Բարև ձեզ հարգելի խաղաղագործներ, ներկայացնում եմ 4 ճյուղի վրա 1 տարեկանը, 1 տարեկանի վրա կարող նաև 2-3 տարեկանի վրա դնել պատպաստի ձևը։ Հիմա սրանք այս պատպաստները ինչ-որ շարքը երևում է, կամոջ ասես ցույց տուր, որի արիսերնովի անցյալ տարվա մայիսի ապրիլի 24-ին դրած պատպաստներն են։ Մայք ոնց հաճել, ուրա գնացել, սենց արի առաջ կամում, մայք սենց գնում է, հարար մոտեցին, երևի գնացել պտտվել է 10 մետրից ավել բոյակշել, հիմա սա պետք է, սա անցյալ տար առաջ տարին էլ է բերք տվել, սա պետք է այս տարի գույնը մի 5 կիլոից մինչև 10 կիլո բերք տա, հիմա պատվաստի ժամկետների հետ կապված, ուրեմն պատվաստ տկել պատվաստացում շատերը շփոթում են, դրա համար ժողովուրդը ստեղծել է իր ուզած ձևը։ Հիմա մայր վազը, որի վրա որ պետք է մենք պատվաստը դնենք, նրան ժողովուրդն ասում է մամա։ Իսկ նոր սորտը, որ ուզում ենք սորտը փոխենք, նրան կոչում են պապա։ Հիմա սա նախ Պապան մի 2-3 օր, 4 օր կարանք 5 օր էլ դնենք տան ջերմաշրջանում, ցանկալի է ջրի մեջ, տակի մասը, որ աչքը չվնասվի, որ բողբոջը սկսի աշխատել, որից հետո հանում ենք, ցանկալի է ծայրը մոմել, պարաֆինի մեջ ենք դնում առաջի այսքան մասը, լրիվ չպետք չի, աշկը պետք չի։ Երևում է, չէ՞, սենց շեղ կտրում ենք, հիմա մյուս կողմնել ենք շեղությամբ կտրելու, պատկերացնենք, որ մյուս կողմնել ենք կտրել, արել են, որ ձեր ժամանակը շատ չխլեն, դարձում ենք այս ձևի սեպ, սա համարում է պապան, սա էլ մաման է, հիմա դնում եմ այսպես մեջը, սրա մի կողմնել, որ կպնի, բավական է, Բութ մատով շոշապում ենք, եթե խորտը բոր չկա, ուրեմ կպացան։ Ես սա կապում եմ, վաճառում են վայբիսով կարակզակաստակ պատվաստի լենտեր, ռոլիկով ծախում են նեժանել բանան։ Նրան էլ ձիտ կապում եք և այս մասը, և այս եղած տեղը շատ չեք, մի քիչ տեղ պետք է բացվնա, որ շատ չհերվանա ինքը։ Պատերն ինչքան գրատկի կպնեն իրար, ինքան կոչողականություն ավելի բարձր է լինում։ Հիմա, սա անցյալ տարվա մի տարեկան մատն է։ Առաջի աշկը թողնում ենք մնա, նա հետո մեզ պետք է գալու, երկրորդ աշկը հեռացնում ենք, երկրորդ աշկից վերև դնում ենք արդեն պատվաստը, եթե դրեցինք, ուրեմն դնում ենք միջև հյութաշարժից սկսել է, դնում ենք մովի, տակի մասից, հիմքի մասից, ցանկացած ճյուղ կտրում ենք, ընդունում ենք տեսնում ենք, որ կանաչ է սա։ Մարտի 10-ից սկսած հաճախակի ստուգում ենք։ Օրինակ, Աղարաջան դաշտում ես ապրում եմ Էշմիածնի շրջանում, Ջահրատ գյուղում։ Եթե ստեղ հյութաշարժը ուզում է սկսել, Աղարատի շրջանում արդեն սկսած է լինելու։ Հենց որ ամեն մի ռեգիոնի համար դուք պետք է ինքներդ որոշեք եւ ամեն սորտերի մեջ էլ կա տարբերություն։ Սորտ կա 5 օր շուտ է լաց լինում, սորտ կա ուշ է լաց լինում։ Հիմա ստուգում եք, եթե այս մասը մածուցի կլեի նման բան է գոյացել, ուրեմն հաջորդ 2 օր հետո լացը սկսելու է։ Առաջի անգամ պատվաստը դնում ենք մինչև լացի սկսելը։ Պատվաստը դնում ենք սենց։ Սա կոչվում է լիարժեք ճեղքա պատվաստը։ Արտադրության պայմաններում բոլորից լավ սա է արդարացնում եւ շատ հանգիստ է էլի դնելը։ Մի պատ է կպցնում եք բավական է, բութ մատով ստուգում եք, եթե խորտը բոր չկա, կապում եք ու վերջ։ Հիմա այսքան մասը պետք է շատ հեռու որ տանենք, այստեղ հեռվանում է, տակն արդեն չի կպնում, պետք է մի քիչ դուրս մնա, մոտ այս չափին պետք է դուրս մնա։ Հիմա պատվաստը դնելուց առաջ, սա տանից արդեն բերել ենք, հատախում ենք ջրի մեջ, սա էլ մայր վազն է, վազի վրա է, սրա վրա էլ ճեղքի մեջ արդեն ճաղել ենք, ջուր ենք կաթացնում, որ խոնավացնենք, դնում ենք մեջ ու կապում ենք։ Ուրեմն եթե սա մենք դնենք մարտի 15-ին,
10-ից 15 օրվա ընթացքում մինչև մարտի 1-ը, մինչև ապրիլի 1-ը